Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր միասին կպատրաստենք ֆունչոզայով աղցան իմ տարբերակով, ստացվում է շատ համեղ, գունեղ և ախորժելի։ Անհրաժեշտ բաղադրիչներն են 400 գրամ հավի կրծքամիս, 200 գրամ ֆունչոզա, 3 բուլղարական տարբեր գույնի պղպեղներից յուրաքանչյուրից կեսը, 1 սոխ, 2 ատամիկ սխտոր, 1 գազար, համեմ, 1 թեյ գթալ համեմի աղացած սերմ, 1 թեյ գթալ կարմիր պղպեղ, 1 թեյ գթալ քունջուտ, աղ, 4 ճաշի գթալ սոյայի սոուս, 1 ճաշի գթալ քացախ, բուսայուղ։ Ֆունչոզայի վրա ավելացնում ենք եռացող ջուր, պատառաքաղով զգուշությամբ մի փոքր առանձնացնում իրարից և թողնում 5-ից 7 րոպե։ Այդ ընթացքում երկարավուն կտրատում ենք բուլղարական պղպեղները։ Սոխը կտրատում ենք կիսալուսնաձև։ Ֆունչոզան ջրքամում ենք, լավ լվանում ենք սառը ջրով և թողնում ջրքամվի։ Մանր կտրատում ենք համեմը։ Հավի կրծքամիսը կտրատում ենք երկարավուն։ Գազարը անց ենք կացնում կորեական գազարի համար նախատեսված քերիչով այնպես, որ չափսերով համապատասխան լինի կտրատված բուլղարական պղպեղներին։ Բուլղարական պղպեղները, սոխը և գազարը առանձին անընդհատ խառնելով տապակում ենք միջին կրակի վրա և ավելացնում ֆունչոզայի վրա։ Հավի կրծքամիսը անընդհատ խառնելով միջին կրակի վրա տապակում ենք մոտ 10 րոպե։ Կրակի վրայից անհրաժեշտ է վերցնել մինչև կարմրելը, դրա շնորհիվ հավի կրծքամիսը լինում է փափուկ և հյութեղ։ Ֆունչոզայի վրա ավելացնում ենք տապակած հավի կրծքամիսը, քերիչով անցկացրած սխտորը, կտրատած համեմը, համեմունքները, աղը, քացախը և սոյայի սոուսը։ Այս տարբերակով ֆունչոզան շատ ավելի արագ և լավ է խառնվում մյուս բաղադրիչների հետ, կլանում նրանց համերը։ Եթե հավանեցիք բաղադրատոմսը, բաժանորդագրվեք ալիքիս,
Ծեղմեք զանգակ կոճակը հետագա համեղ բաղադրատոմսերի մասին տեղեկանալու համար։ Մեկնաբանությունների բաժնում գրեք ֆունչոզայով աղցանի պատրաստման ձեր տարբերակը։